Բարի երեկո, աննախադեպ լարված իրավիճակ, բախումներ, կրակոցներ, զոհեր, վիրավորներ, արյուն, արցունք, սուգ։ Հասկանալի է խոսքը Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին է, այստեղ նախագահի հրամանագրով սուգ է հայտարարվել փետրվարի 20-ը, հասկանալի է ամբողջ օրվա ընթացքում միջեցված կլինեն պետական դրոշները, զվարճալի միջոցառումները կհետաձգվեն եւ այլն։ Սա երկրի հարցը ծրագիրն է, ես այսօր զրուցելու եմ գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ։ Բարի երեկո։ Պարոն Գրիգորյան, սպասելի էր, որ հիմա այս պահին Ուկրաինայում այսքան կլարվի իրավիճակը, նույնիսկ օլիմպիական խաղերը չավարտված։ Ես այդպես կասեմ, իրոք սպասվում էր, որ լարվածությունը նորից կմեծանա, քանի որ այն խնդիրները, որոնք բարձրացված էին հասարակության կողմից եւ ընդդիմության կողմից, բոլորը չէ որ ստացել են որոշում, դա շատ սպասված բան էր, բայց բոլորը սպասում էին, որ ավարտվեն օլիմպիական խաղերը։ Թվում էր թե օլիմպիական այդ խաղաղության կոչը, խորհուրդը, հորդորը ոչ միայն օլիմպիական այդ տեսանկյունից, եթե նայենք խաղաղություն, սպորտ, ոչ, ուղղակի բոլորը սպասում էին, որ Պուտինը կազատվի, ավելի ազատ ձեռքերով կսկսի գործել, ակնհայտ է Ռուսաստանի կոշտ դիրքորոշումը Ուկրաինայի այդ իրադարձությունների հետ կապված, ակնհայտ է, որ Ռուսաստանը միանշանակ դեմ է, որ Ուկրաինան դեպի Եվրոպա գնա, բայց իմ կարծիքով Ռուսաստանում հասկացան, որ զարգացումները իօքուտ Ռուսաստանի չեն գնում ու այդ հանդիպումը Սոչիում Յանուկովիչի եւ Պուտինի հենց այդ հանդիպման արդյունքում է, որ սրումը սկսվեց։ Դա իմ կարծիքն է։ Ուկրաինայում այս իրավիճակը ուղղակիորեն կապում եք Ռուսաստանի եւ Ռուսաստանի նախագահի անվան հետ։ Առաջի հերթին, ոչ միայն դրա հետ, բարձա, բայց նաեւ դրա հետ ինչի մասին է խոսքը։ Գիտեք, դա շատ հետաքրքիր է ուսումնասիրել ինչ էր կատարվում Ուկրաինայում անցած տարվա օկտեմբեր-նոյեմբերին։ Այնտեղ հարցումներ անցկացվեցին ու մի տարբեր խմբեր անցկացրեցին հարցումներ եւ ուկրաինական եւ արտասահմանյան, ինչ էր հետաքրքիրը 70% մարդկանց Ուկրաինայի, նաեւ այդ թվում ռուսական մարզերում, արևելյան մարզերում միանշանակ կողմնակից էին, որ Ուկրաինան ստորագրի ասոցիացիայի պայմանագիրը Եվրոպայի հետ։ Դա շատ բնական է, աշխարհագրորեն Ուկրաինան գտնվում է Եվրոպայում, բավական ակտիվ համագործակցություն են վերջի 10 տարվա ընթացքում, բարձր այդ թիվը բավական բարձր է, այդ տոկոսը, պատկերացրեք 70%։ Դեմ եղած, ասենք եվրոպական ինտեգրացիայի, ասենք 5 թե 6% էր։ Ինչ է դա նշանակում, որ տրամադրությունները շատ հստակ են քաղաքացիների Ուկրաինայի։ Ու պատկերացնում եք, Ուկրաինայի ղեկավարությունը հրաժարվեց ստորագրել ասոցիացիայի պայմանագիր, ավելին ասեցին, մենք հեսա գնում ենք դեպի մաքսային միություն։ Դա առաջացրեց, հիշում եք, մեծ դժգոհություն, մեծ ալիք։ Ու այստեղից է ամեն ինչ սկսվեց։ Բայց Ռուսաստանի, ես ցավով եմ դա ասում, Ռուսաստանի, ես կասեի այդպես կոշտ միջամտությունը բերեց նրան, որ սրումը հիմա շարունակում է։ Գիտեք, ես երեք նայեցի, հատուկ նայեցի երեք այսօր այդ ORT-ի Novosti հաղորդումը, գիտեք, դա ինձ շատ էր նմանեցնում 88-90 թվականների այդ հաղորդումները, հիշում եք այդ շարժումների դեմ։ Ոչ միայն Ղարաբաղյան շարժման, նաև ազգային ճակատների դեմ, որոնք Բալթյան երկրներում էին, Վրաստանում, Հայաստանում, հիշում եք այն կլիշեները, ինչ որ մի խումբ էքստրեմիստներ, դժբախտաբար Ռուսաստանում այդ իմպերական, իմպերիալիստական կամ իմպերիայի այդ հիշողությունը շատ ուժեղ է, ու դա չեմ կարծում, որ դրական է հենց Ռուսաստանի համար, բայց այդ կոշտ մոտեցումը ու այն կլիշեները, որոնք կային, գիտեք, պահպանվեցին, դուք կարող եք ուղղակի այն ժամանակվա Pravda Izvestia թերթը կարդալ ու երեկվա ու այսօրվա Novosti ORT-ի հաղորդումը Ուկրաինայի հետ կապված։ Հասկանալի է, պարոն Գրիգորյան, դուք քննադատության սլաքները հիմնականում ուղղում եք դեպի Ռուսաստան։ Եվրամիությունը հեչ մեղավորություն չունի այս ստեղծված իրավիճակին։ Եվ եթե ունի, որն է։ Շնորհակալություն, իրոք շատ կարևոր ու այսօր ակտուալ հարց է։ Գիտեք, երբ որ Ուկրաինան, Հայաստանը, Վրաստանը աշխատում են Եվրոպայի հետ, մենք բոլորս չենք թաքցնում, մենք սպասում ենք, որ Եվրոպան աջակցելով մեզ սկզբունքային լինի մարդու իրավունքների ոլորտում։ Գիտեք, այդ աջակցությունը, որ Եվրոպան տալիս է, այսինքն լավ կառավարում Հայաստանին, Ուկրաինայի համար, չգիտեմ, ծրագրեր անում, դա շատ լավ է, բայց մենք բոլորս ինչ ենք սպասում, բոլորը, նույնիսկ այն մարդիկ, ովքեր պրո մաքսային միության
կողմնակիցն են։ Նույնիսկ այդ մարդիկ սպասում են Եվրոպայից սկզբունքային դիրքորոշում մարդու իրավունքների ոլորտի հետ կապված։ Ու երբ որ Եվրոպայում կամ Միացյալ Նահանգները հաճախ այդ երկակի ստանդարտներով կամ չուզենալով Ռուսաստանի հետ փչացնել հարաբերությունները սկսում են, ես կասեի այդպես, մեղմ խաղ տալ, մենք դժգոհ ենք։ Նույնը հիմա Ուկրաինայի հետ կապված։ Երկակի, այո, նայեք, նույն Ուկրաինայի հետ նոր դեպքերը, չէ՞, մասսայական կիրառվեց ժողովրդի դեմ մասսայական բռնություն, չէ՞։ Ես նայեցի արձագանքը, այո, մտահոգված է Եվրոպան եւ այլ, բայց մենակ այդ բառերն ենք լսում։ Ինչ եմ ուզում ասել, մենք սպասում ենք Եվրոպայից ու Միացյալ Նահանգներից ոչ թե միջամտություն մեր ներքին գործերի մեջ, ոչ, սպասում ենք հստակ դիրքորոշում, երբ որ մարդու իրավունքները հաղթված են։ Պատկերացնում եք, Ուկրաինայում այս դեպքում Կիևում երեք հրաման տրվեց ուղղակի կրակել մարդկանց վրա։ Եթե դեկտեմբեր հունվար, չէ, զոհեր կային, բայց այնուամենայնիվ, գիտեք, պարզ չէր, ուղղակի տվեցին այդ հրամանը թե ոչ, ստեղ ուղղակի երեք ակնհայտ էր։ Իդեպ ասեմ ձեզ, դա շատ կարևոր ինֆորմացիա է։ Այդ զոհվածներից մեկը այդ Բերկուտից կամ հատուկ այդ զորքերից ընկավ կրիշից ներքև ու ապտիսկի պրիցելով զենքով։ Այդ ինչ է նշանակում, որ իշխանությունը օգտագործում է դիպուկահարների ժողովրդի դեմ, այդ փաստը թաքցնել չես կարող։ Ու այս դեպքում, ասենք, լղոզված դիրքորոշում Եվրոպայի կողմից կամ Միացյալ Նահանգների կողմից անընդունելի է։ Միգուցե կփոխեն, բայց ճիշտ է, իրենց մեղավորության բաժինը կա, սկզբունքային հաճախ չեն մոտենում, մարդու իրավունքների ոլորտի մասին է հիմա խոսքը։ Ես մեղավորություն նկատի ունեի նաև այս ասոցիացման հարցը քաղաքականացնել, եւ վերջո հարցը քաղաքականացվեց եւ քաղաքականացումը կարծես թե ավելի շատ Եվրամիության կողմից էր, քան Ռուսաստանի։ Ռուսաստանը շատ ավելի հանգիստ էր, հա, բանակցություններ ընթանում էին, մինչև նախաստորագրում եւ այլն, մինչև որ Եվրամիության կողմից սա կարծես քաղաքականացվեց եւ կամ-կամի սկզբունքը տրվեց եւ Ռուսաստանին ինչ էր մնում, եթե ոչ դիմել կոշտ մեթոդների, հատկապես որ ձեռագիր է դա եւ մի ամբողջ տարածք պետություն իր ազդեցության տակից դուրս է գալիս։ Այդ էլեմենտը կա, դուք ճիշտ եք, ես մենակ ստեղ ուզում եմ գումարել ինչ։ Միգուցե չի բացառվում, որ ճիշտ կլիներ զուգահեռ այդ ասոցիացիա պայմանագրի ծրագրի հետ կապված զուգահեռ աշխատանքի իրոք Եվրոպան ժամանակին ակտիվ համագործակցել Ռուսաստանի հետ։ Ոչ միայն Ռուսաստան-Եվրոմիություն ծրագրի շրջանակներում, իրանք գիտեք, իրականացում են մեծ ծրագրեր, այլ հենց կոնկրետ արևելյան գործընկերության հետ կապված։ Իրոք շոշափել զգալ Ռուսաստանի արձագանքը, որ այդքան չի խորացնել, հետո հետ կանգնել։ Գիտեք, Եվրոմիության դիրքորոշումն էր, որ մենք ուղիղ գործ ունենք Ուկրաինայի, մենք ուղիղ գործ ունենք Հայաստանի հետ եւ երրորդ երկիր Ռուսաստանը այստեղ որևէ անելիք չունի, բայց պարզվեց, որ այդպես չի բնավել։ Եթե այդ դիրքորոշումը ունեն Եվրոմիությունը, ինչքան հասկանում այդ դիրքորոշումներ, դրա մեջ տրամաբանություն կա, բայց այդ դեպքում հիմա Եվրոպան պետք է շարունակի այդ դիրքորոշումը։ Հենց հիմա իրանք սկսում են փոխել։ Բայց ռեալ պոլիտիկում ոնց կարող է չլինել։ Այո, համաձայն եմ, բայց ինչ եմ ուզում ասել։ Եթե դուք ասում եք, մենք երկկողմ այդ հարաբերությունները ունենք, չենք ուզում երրորդ կողմը միջամտի, հասկանում եմ դա։ Այդ դեպքում հիմա շարունակեք։ Հիմա ասեք, որ Ռուսաստան դու իրավունք ունես այդպես կոշտ ճնշել այդ երկրներին, մենք ձեր դեմ էլ սանկցիաներ ենք կիրառելու։ Նու սանկցիա երբ որ ասում եմ, ես չեմ ասում ուժային սանկցիաները, դուք գիտեք այդ սանկցիաները տնտեսական, կապված, ասենք, պաշտոնյաների հետ եւ այլ եւ այլ։ Ինչ եմ ուզում ասել, իրոք համաձայն եմ, որ հետևողական Եվրոպան ու Միացյալ Նահանգները այդ արևելյան ծրագրի շրջանակներում հետևողական գործողություն չեն ծավալել։ Բայց այնուամենայնիվ մենք գիտեք ինչ պետք է այստեղ ուշադրությունը ինչ վերադարձնենք։ Այնուամենայնիվ Ռուսաստանն էլ ինչքան էլ մենք չենք հիմա փորձում հասկանալ քայլերը, Ռուսաստանն էլ պետք է հրաժարվի այդ քաղաքականությունից, որ դուք այդ հետ խորհրդային տարածքը մեր սեփականությունն է, ես այդպես կձևակերպեմ։ Այնուամենայնիվ հենց Ռուսաստանը պետք է ստեղ փորձի համագործակցության միջոցով դա անել։ Գիտեք, Ուկրաինայում հիմա շատերը ինչ են ասում ու դա շատ նման է իրականության։ Ասում են, ինչ իմաստ ունել Յանուկովիչին 3 հրաման տալ կրակելու։ Ու շատերը ասում են, չէ, հիմա Յանուկովիչը չի որոշում։ Ինքը իր որոշումների, սուվերենության որոշումների մեջ սահմանափակված է։ Որտեղից է դա երևում։ Դուք գիտեք, որ իր մերձավորներից, նաև այդ
թվում օլիգարխներից, Ախմետովից սկսած, գրեթե բոլորը չեն աջակցում, դեմ են այդ ուժայինի։ Ու իրենք ասում են, մենք չենք հասկանում իր արձագանքը։ Եթե ինքը չի լսում ընդդիմությանը Յանուկովիչը, ինչ որ չափով հասկանալի է, ընդդիմությունը իր հակառակորդն է կանդաշտում, բայց մեզ ինչի չի լսում։ Ռեգիոն այդ պարտիա ռեգիոնով շատերը անդամները կամ դուրս են գալիս կամ բողոքի ակցիա են անում։ Ու իրենք ինչ են ասում, ինչու մեզ չեք լսում, չէ՞։ Մենք ձեր կուսակիցն ենք, մենք մի թիմ ենք, ինչի մեզ չեք լսում։ Ու ես ասեմ, չի բացառվում, որ ինքը կորցրեց այդ սուվերենության տարը։ Ու հավաստիացնում եմ ձեզ, Ռուսաստանը, եթե իրոք է տենց է, Ռուսաստանը հիմա մեծ ազդեցություն ունի Յանուկովիչի քայլերի վրա, այդ ուժային, հավաստիացնում եմ ձեզ, Ռուսաստանը կկորցնի Ուկրաինան։ Պարոն Գրիգորյան, ձեր բոլոր մեկնաբանությունները տանում են նրան, որ այս վերջին զարգացումների, լարումների, սրումների այս իրավիճակի սցենարի հեղինակը եւ բեմադրող ռեժիսորը Ռուսաստանն է։ Բայց փորձենք նաեւ հակառակ կողմից նայել։ Ինչու պիտի Ռուսաստանին ձեռնտու լիներ հիմա լարել իրավիճակը այն պարագայում, երբ որ Ուկրաինան հրաժարվել է ասոցիացիան համաձայնագրից եւ գնում է դեպի մաքսային միություն։ Միգուցե այս իրավիճակը ավելի ձեռնտու պիտի լիներ Եվրամիությանը։ Ոչ, ես համաձայն չեմ, ես ուզում եմ ասել, որ քննարկում ենք, տարբերակներ կան, բայց եթե ժողովուրդը Ուկրաինայի չընդվզեր, ոտի չկանգներ, իրոք տրամաբանական չէր լինի, բայց ժողովուրդը իր խոսքը ասեց, ուստեղ եթե մենակ ընդդիմության մասին լիներ խոսքը, մենք կասենք, գիտեք ինչ, ընդդիմության ազդեցությունը մեծ է, խնդրում ենք իշխանություն Ուկրաինայի, ու շատ եղեք, բայց մենք գիտենք մասսայական Մենք գիտենք նաև թե այդ ընդվզումները հիմքի վրա ինչպես է մեծանում, ինչպես է հրահրվում, ինչպես է ուռճացվում, ինչպես է մատուցվում, հա, տեխնիկը։ Բայց նայեք, կան տեխնոլոգիաներ, բայց գիտեք, արհեստական 100,000 մարդ բերել միտինգի անհնար է։ Կարելի է արհեստական 1000 հոգի բերել։ Ինչ որ կներեք, ինչ որ օլիգարխ, ասենք, առներ, փող տար, բայց 100,000։ Ուկրաինայի հետ գործ ունենք, Հայաստանի հետ։ Այո, կես միլիոն, այդ շատ դժվար է, բայց ինչն էր կարևորը այդ ամբողջ process-ում, որ միտինգները, հիշում եք Եվրոմայդան, որ ասում են, այդ ռեգիոնալ Եվրոմայդանները տարածվեցին ոչ միայն արևմտյան եղան մատում, նաև տարածվեցին կենտրոնական Ուկրաինա ու արևելյան մասում, բավական մեծ միտինգներ էին նույն Դոնեցկում, նույն Դնեպրոպետրովսկում, նույն Խարկովում։ Դե տեխնոլոգիան կա, նաև այդ էֆեկտը կա դու։ Գիտեք, մենակ գրանցել դա, այդպես ասենք, սպիսած անել տեխնոլոգիաները սխալ է։ Եթե մարդը համոզված չի, եթե չունի գաղափարախոսություն, ինքը փողոց դուրս չի գա։ Էդ էլ այն պայմաններում, որ Դոնեցկում իրանք ակնհայտ հասկանում են Եվրոմայդանի կողմնակիցները, որ ճնշման տակ կընկնեն։ Կներեք, երեք մարդիկ շատերը շատ լավ հասկանում էին, որ իրանց վրա ուղղակիորեն կրակում են, բայց չվախեցան, քանի որ իրանք գաղափարախոս են, իրանք ուզում են, որ Ուկրաինան դառնա նորմալ օրենքի երկիր։ Այսօրվա պայքարը Ուկրաինայի, դա միայն Եվրոպայի հետ կապված չի, օրենքի երկիր։ Ինչ կապեր կան համագործակցություն Ռուսաստանի հետ, մենք բոլորս գիտենք, դա ատկատներ են, դա կրիմինալն է, դա եւ այլն, այդ բոլորը գիտենք, մեծ գաղտնիք դες չեն բացում։ Ցավում եմ, որ դա այդպես է։ Ավելի լավ է, որ Ռուսաստանը մեզ հետ աշխատի այլ ինստրումենտներով, բայց բոլորը գիտեն այդ կոռուպցիոն ռիսկերը, ու ստեղ դրա համար է գնում պայքար։ Ուրիշ բան է, դուք ճիշտ եք, այդ մեծ հոսանքի մեջ, մեծ պայքարի մեջ կան խմբեր, որոնք կարող են նույնիսկ մեզ դուր չգան իրանց լոզունգները, բայց գլխավոր գաղափարը, գլխավոր լոզունգը ժողովրդի եւ ընդդիմության այնուամենայնիվ դրականն են դեպի Եվրոպա, դեպի ժողովրդավարություն, ազատություններ եւ այլն։ Դեպի Եվրոպա, բայց Եվրոպայի համար էլ կարծես Ուկրաինան վերջին շանսներ եւ բանկ գնալու խնդիր կար նաև։ Գիտեք, ես ցավում եմ, բայց Եվրոպան, ավելի ճիշտ ասեմ, Եվրոպայում ոչ բոլորը հիացած են, որ Ուկրաինան մոտենում է Եվրոպային։ Դուք գիտեք, Եվրոպայում, ես կասեի այդպես, կարելի է բաժանել 3 մասի, արևելյան մասը նոր Եվրոպան, որը Եվրոմիության նոր անդամները Լեհաստանը, Բալտյան երկրները, Չեխիան, իրանք բոլորը ուզում են, որ դա լինի ակտիվ։ Եվրոպայում կա միջերկրական մասը, նույն Ֆրանսիան, Իտալիան, իրանք գիտեք, իրանց ցավը խնդրեմը կապված է Աֆրիկայից եկած միգրանտներով։ Դա է գլխավոր իրանց համար գլխացավանքը, դա է պատճառը, որ իրանք այդքան էլ ուշադիր չեն։ Ու ես չեմ ասում Դանիայի, Մեծ Բրիտանիայի մասին, որոնք նեյտրալ են արևելյան գործընկերության ծրագրի նկատմամբ։ Ուրեմն միասնական չի Եվրոպան։ Ու ինչ եմ ուզում ասել, ես չեմ զգում, որ Եվրոպան ինչ որ մի մեծ շահ է տեսնում Ուկրաինայի մեջ։ Իրանք նայում են, եթե ստացվի, ստացվի։ Հիմա
Հայաստանի կոշտ արձագանքը բերեց նրան, որ Եվրոպան հիմա շատ զգուշ է։ Եթե ստացվի, ի վերջո այդքան միջոցներ, այդքան ժամանակ, այդքան բանակցություններ, այդքան ռեսուրսներ եւ Ուկրաինայի նման երկիր, եթե Հայաստանի մասին ասեիք, ընդունելի կլիներ փոքր երկիր, հա, փոքր շուկա, ստացվի, բայց Ուկրաինայի պարագայում այդպես ճիշտ է ասում։ Ցավոտ, պետք է ասեմ, ձեր տրամաբանության հետ ես համաձայն եմ, Ուկրաինայի հետ Եվրոպան ավելի լուրջ պետք է ավելի մասշտաբային աշխատի, բայց այնտեղ կան տարբեր ձայներ, նույնիսկ երեք, երբ որ այդ կառակոցները եկան, ոչ բոլորը Եվրոպայի երկրներից, որ կոշտ քննադատեցին իշխանություններին, ովքեր այդ ուժը կիրառեցին։ Ի վերջո, գիտեք ինչ եմ ուզում ասել, բոլորս հասկանում են, իշխանությունը ունի այդ ուժային ինստրումենտներ, բայց դրա ձևն էլ կա օգտագործել, գիտեք, մի բանը դուբինկով են խփում մարդուն, մի այլ բանը, ասենք, դիպուկարով կրակում են, ու այդ փաստերը անժխտելի են, այդ կադրերը կան, կարող եք սայտեր մտնել, տեսնել այդ կադրերը, ինչի համար էլ դա պետք է Յանուկովիչին չեմ հասկանում։ Ես չեմ հասկանում տրամաբանությունը։ Եվրամիությունը պատրաստ է այս իրավիճակին։ Ես համոզված չեմ, որ իրանք պատրաստ էին։ Իմ կարծիքով իրանք, երբ որ Ուկրաինան չստորագրեց, նույնիսկ ինչ որ չափով հասկացան, որ մեծ դարդից ժամանակավոր ազատվում են։ Ոչ թե չէին ուզում, ու շատ էին ուզում, բայց այնուամենայնիվ իրանք հասկանում են, որ Ուկրաինայի հետ կապված, գիտեք, Ուկրաինայի ինտեգրման process-ը Եվրոպայի համար շատ ցավոտ է լինելու։ Այդ, գիտեք, պետք է վերազինել Ուկրաինայի արդյունաբերությունը, պետք է այդ լավ կառավարում, որ ասում են Ուկրաինան մեծ երկիր է, դա երկար ժամանակ է ու ռեսուրս կպահանջել, այո, ստանդարտներ, բարձա իրանք ինչ որ չափով նույնիսկ իմ կարծիքով հաշտվեցին, դժգոհ էին, բայց հաշտվեցին, ասեցին լավ, թող ժամանակ անցնի, բայց երբ որ ոտի կանգնեց ժողովուրդը, երբ որ այդ մասշտաբի հասավ դժգոհության մակարդակը Ուկրաինայի ներսում, բարձա առաջացան այլ խնդիրներ։ Հիմա ինչ հանգրվանի է հասել իրավիճակը Ուկրաինայում։ Մի հանգրվան, որ երկխոսությամբ այլևս հնարավոր չի հարցը լուծել, եւ հետո երկխոսություն ասում ենք, հասկանանք ովքեր պիտի երկխոսեն, եթե երկխոսեն Ուկրաինայի ներսում ընդդիմություն իշխանություն, թե Ռուսաստան, Եվրամիություն։ Գիտեք, նայեք, Ուկրաինա ընդդիմությունը բանակցությունների մեջ էր իշխանության հետ։ Օրինակ, ես համարում եմ դա բավական դրական, ինչու։ Մենք տեսանք, որ երբ ընդդիմությունը հետ կանգնեց մի շարք քայլերից, հիշում եք, իրանք զբաղեցրել են պատական շենքեր, մի քանի օր առաջ վերջի շենքը հանձնեցին, հետ տվեցին պետությանը այդ արհմիությունների շենքը։ Իշխանությունը իր կողմից այդ եւ հետ վերցրեցին այդ հակադեմոկրատական փաթեթը օրենքների, իշխանությունն էլ իրոք բոլորին ազատեցին, ընդդիմությունը դա հաստատեց, բոլոր ձերբակալված մարդկանց նոյեմբերից սկսած մինչև փետրվար բոլորին ազատեցին, շատ դրական է, դա է պատճառը, որ երեկվա այդ նոր այդպես պայթյուն շատերի համար անսպասելի էր, ու հենց դրանից ելնելով օրինակ ես մտածում եմ, որ դրսի գործոնը նաև այդ Ռուսաստանի բավական մեծ էր, ու ստեղ իրոք շատ բարդ է հիմա ասել, ընդդիմությունը ում հետ պետք է խոսե, Յանուկովիչի հետ, Յանուկովիչի մերձավորների հետ, դու գիտեք Յանուկովիչի թիմում շատ են օլիգարխները, որոնք Ախմետովից սկսած մի քանի օլիգարխ այդ առաջատար ամենախոշոր ազդեցություն ունեցող, հիմա իրանք իրոք ճնշում են կառավարությունը, իրանք ասում են անթույլատրելի է, ում հետ խոսել շատ դժվար կլինի, ու ճիշտը ձեզ ասեմ, երեք անցավ այն սահմանը, որից հետո իրոք քաղաքացիական պատերազմի կներեք, էլի շունչ է գալիս, որը շատ վտանգավոր է, Աստված ոչ անի։ Մենք բոլորս Ուկրաինայի նկատմամբ դրական ենք եւ ժողովուրդը այնտեղ նորմալ է, մենք կապեր ունենք, ուզում ենք որ լավ լինի, բայց այդ սխալը երեք արվեց Յանուկովիչի կողմից։ Եվ ուր են տանում զարգացումները, այսինքն ավելի ու ավելի հավանական են դառնում տեսակետներն այն մասին, որ զարգացումները տանում են դեպի մասնատում։ Ես չեմ կարծում, որ այսօր դա շատ ակտուալ է մասնատման, բայց որ ներսում լարվածությունը կբարձրանա դեպի այդ ուղղությամբ գնում է, ուստեղ ես համարում եմ այստեղ է, որ Եվրոպան ու Միացյալ Նահանգները իրոք պետք է սկսեն սանկցիա կիրառել, բայց ոչ թե Ուկրաինայի դեմ, այլ այն չինովնիկների դեմ, որոնք հրաման են տվել ուժ կիրառելու։ Գիտեք, քանի որ այդ կոռուպցիոն մեխանիզմը հետ խորհրդային տարածքում շատ ուժեղ
ուժեղ է աշխատում, իշխանությունները շատ բաներով են զբաղված, նաև այդ Ուկրաինայում, դա բերելու է նրան այդ սանկցիաները, որ դա զսպիչ մեխանիզմ է։ Բոլորը գիտեն, որ Յանուկովիչի ընտանիքը ունի բիզնես եւ Ամերիկայում եւ Եվրոպայում, իր նախարարները եւ այլն, դա զսպիչ մեխանիզմ կլինի, իրանք կհասկանան, որ հետևանքները իրանց համար լուրջ կլինեն, այդ սա կարեւոր, զսպիչ մեխանիզմ լինել, եթե Ռուսաստանը իր կողմից զսպիչ մեխանիզմ օգտագործի, դա էլ դրական է, տարօրինակ բան եմ կարծես թե ասում, դա էլ դրական կլինի, ոչ ոք չպետք է շահագրգիռ լինի, ոչ խորանա այդ հակամարտությունը կարողը, այո, բերի, եթե երկար այդպես շարունակվի, դա բերվի, ասել, այո, երկրի մասնատման։ Լավ, կուզենայի մի փոքր արդեն ավելի ընդլայնենք շրջանակը, ուկրաինական զարգացումներից հետո էլ ուր կարող է լինել արևելյան գործընկերության որ երկիր, մասնավորապես մեզ հետաքրքրող, հա, Վրաստան եւ այլն, բայց դա երևի մեկ առանձին անգամ։ Հիմա հարցեր ունենք սոցիալական ցանցից կամ իրական հարցեր վիրտուալ տիրուստից։ Այս անգամ փորձեմ վերջից սկսել, որպեսզի միշտ վերջի հարցուողների հարցերն դուրս մնում։ Վահե Մակարյան, պարոն Գրիգորյան, հաճախակի է խոսվում Մայդանի սցենարը ազատության հրապարակ տեղափոխելու մասին կամ մայդանական կոնչեր են հնչում, փորձում հնչեցնել այստեղ։ Ըստ ձեզ, նախ Մայդան 2 Հայաստանում սպառնում է, թե ոչ, եւ երկրորդ, կխնդրեի զուգահեռներ անցկացնեիք նույն խնդրի շուրջ Մայդանում ընթացող ողբերգական իրադարձությունների եւ Հայաստանում շատերի կարծիքով ողբերգական անդորի միջև։ Ну, ես կասեի այդպես, չեմ կարծում, որ նույնատիպ Մայդան 2 կլինի Հայաստանում, այլ պատճառներով, այդ պատճառների շատերը դուք գիտեք, դա Ղարաբաղի հետ կապված է, եթե դուք նկատել եք մեր ընդդիմությունը ավելի զգուշ է քննադատում իշխանությունների նույն մաքսային միության հետ կապված, դրա պատճառներից կարևորագույնը մեկն է, որ մենք ունենք չլուծված Ղարաբաղի խնդիր, բայց ես կասեի այդպես, ես կարծում եմ, որ այո, դժգոհություն պետք է արտահայտի ընդդիմությունը, պետք չի վախենալ, բայց մեզ չի սպասում դա, քանի որ ցանկացած հարցում անցկացրեք Հայաստանում 70%-ի պրոեվրոպական գիծը չի ստանա։ Դա ինչ է նշանակում, որ այն, որ Հայաստանը չստորագրեց ասոցիատիվ պայմանագիրը, դա մեծ աղմուկ, մեծ դժգոհություն չի առաջացրել։ То есть օբյեկտիվ հիմքեր չկան այս ձևի Եվրոմայդան 2։ Ուրիշ բան է, մենք այլ խնդիրներ ունենք, այն նույն կուտակային այդ խնդիրի հետ, այլ խնդիր, դրա պատճառով կարող է լինել միտինգներ, բայց իրանք չեմ հավատում, որ կբերեն այդ աստիճան սրման։ Դա շատ կարևոր է։ Ուկրաինայում այլ է։ Գիտեք, որ մեր եթե ընդդիմությունը հստակ չի ասում ուր է գնում Եվրոպա թե Ռուսաստան, Ուկրաինայում ամբողջ ընդդիմության դաշտը, գիտեք, շատ հետաքրքիր է, ամբողջ ընդդիմության դաշտը ասում է պետք է Եվրոպա։ Ուրեմն կոնտրաստը այնտեղ ավելի ուժեղ, քան թե մեզ մոտ, ու ես չեմ սպասում այս ձևի անցանկալի զարգացումներ Հայաստանում։ Գոհար Ալեքսանյան, պարոն Գրիգորյան, այս իրավիճակում ինչպիսի ելք եք տեսնում Ուկրաինայում։ Ну, բոլորը հասկանում եմ, մի ելք դա այնուամենայնիվ երկխոսություն է։ Ինձ էլ դուր չի գալիս երկխոսել, որ ընդդիմությունը երկխոսում է իշխանության հետ, որը հրաման է տալիս կրակել, բայց այնուամենայնիվ առանց երկխոսության շատ դժվար է լինել։ Ու երկրորդը, ես կարծում եմ, որ ընդդիմությունը ժողովուրդը պետք է ճնշի արտահերթ ընտրություններ կատարելու հարցով։ Էսա պետք է մեխը լինի։ Ու չեմ բացառում, որ զարգացումները այնուամենայնիվ կգնան դեպի մեղմացում այդ հակամարտության։ Եթե դրսի ուժերի ազդեցությունը մեծ չի լինեն, դեստրուկտիվ, ես հիմա չեմ ասում ում մասին է խոսքը, եթե ասենք, ես կասեի այդպես, եթե մենք սխալվում ենք սուվերենության հարցում, եթե սուվերենությունը այնուամենայնիվ Յանուկովիչը ունի, պետք է երկխոսություն գնա։ Եթե իր սուվերենության աստիճանը փոքր է, բարձր ուր կգնան զարգացումները։ Արտահերթ, քանի որ գտնում եք Ուկրաինայի նախագահ այլևս լեգիտիմություն չունի։ Ну, բարձր նախագահ, որը հրաման է տալիս ուղղակիորեն կրակել միցինգավորների վրա, բարձր իր լեգիտիմությունը կասկածի տակ է։ Բարձր պետք է հիշենք, որ Յանուկովիչը իրոք ընտրված նախագահ է, իրոք ընտրված է, բայց վերջի, ասենք, 2 ամսվա զարգացումները ցույց են տալիս, որ ինքը կտրվեց ժողովրդին, ինքը չի զգաց ինչ է ուզում ժողովուրդը։ Ի վերջո գիտեք ինչ ուզում եմ ասել։ Եթե ինքը ստորագրել ասոցիատիվ պայմանագիրը, հավաստիացնում եմ ձեզ, ոչ մի խնդրեմ ինքը Ռուսաստանի հետ չեն ունենա։
Բացատրեմ ինչի հետ է կապված։ Ուկրաինան այտենց էլ շատ կապված է Ռուսաստանի հետ։ Այտենց էլ իրանք ձև կգտնեին համադրելու, հավատացեք ինձ, բայց չստորագրելով ինքը բերեց այդ լուրջ ճգնաժամի։ Հենց ինքն է մեղավոր։ Ու դա է պատճառը, որ այո, լեգիտիմությունը հիմա հարցականի տակ է։ Եվ այս իրավիճակն էլ լավ չէր հաշվարկված։ Կասկած չունեմ։ Ավելին, ես համոզված եմ իր կողքը կանգնած մարդիկ, այդ ամենամոտ խորհրդականները եւ այլն, ուղղակի ճիշտ չգնահատեցին։ Իրանք ուղղակի չհասկացան, որ եթե ցրեն միտինգը ուսանողների նոյեմբերի 30, այս Դեվիդ Դաժան, որ այս ձևի պայթյուն կլինի։ Իրանք չէին պատկերացրել, իրենք պատկերացնում էին, ասենք մի քանի հազար հոգի դժգոհ է կառավարությունից։ Ստացան այն, ինչ ստացան։ Ֆիզիկա լավ չեն իմացել ուժի ազդեցության եւ հակազդեցության մասին։ Ավետիս Սահակյան, հարց ինչ կփոխվի Հայաստանում։ Գիտեք, այդ Ուկրաինայի դեպքերը չեմ ուզում ասել, որ ուղղակի կապ ունեն Հայաստանի հետ, բայց այնուամենայնիվ, գիտեք, դա ցույց է տալիս, որ այնուամենայնիվ մարդիկ պետք է նորմալ պայքարեն իրենց իրավունքների համար, այլ հարցերով։ Դա նորմալ է, ակտիվ պետք է լինի հասարակությունը։ Չեմ ասում սահմանը անցնեն, բայց Վաղարշակ Ղարիբյան, հարգելի պարոն Գրիգորյան, որտեղից է ֆինանսավորում ձեր կազմակերպությունը։ Հնարավոր է, որ գլոբալիզացիան բերի մեզ մոտ նույն ուկրաինական սցենարի կրկնությունը։ Շնորհակալություն։ Անունը կազմակերպության պրինցիպիալ չի, մենք հասարակական կազմակերպություն ենք, անկախ ենք, մենք չենք ֆինանսավորվում կառավարության կողմից, ու ես համարում եմ, որ այդ անկախությունը պետք է պահպանել, մեծ մասը մեր ծրագրի մենք անում ենք եվրոպական երկրների կառավարությունների հետ։ Իսկ երկրորդ մասը գլոբալիզացիան կարող է մեզ մոտ նույն ուկրաինական սցենարի կրկնությունը բերի։ Գիտեք, գլոբալիզացիան անխուսափելի է։ Ես համոզված եմ, որ բոլորը օգտագործում են բջջայինը, կոմպյուտերը, դա գլոբալիզացիա է, չէ՞, աշխարհի։ Ուրիշ բան է, որ պետք է գլոբալիզացիային հետևես, որ իրոք շատ ճիշտ արձադրում է, որ դա բացասական բան չբերի Հայաստան։ Գլոբալիզացիայի մեջ դրականը կա, մենք դա օգտագործում ենք ամեն օր։ Նույն տեխնիկան ժամանակակից, նույն կոմպյուտերները, նույն բջջային հեռախոսները եւ այլ, բայց պետք է հետևես գլոբալիզացիայի, որ բացասական արդյունք չտան։ Միջդեռ մենք հասկանում ենք, գլոբալիզացիան նաեւ բացասականն է բերում։ Լավ, Գայանե Գևորգյանին եւս հետաքրքրում է, թե ինչով է զբաղվում ձեր կենտրոնը, սա մեկ, եւ երկրորդը հարցում է հնարավոր հետևանքներից կարող են լինել Ուկրաինայի տարածքների վերաձևումը եւ նոր քաղաքական քարտեզի առաջ գալը։ Կյանքում ամեն ինչ կարող է լինել, դժբախտաբար փորձը ցույց է տալիս, որ վերաձևում կարող է լինի, մենք դա տեսնում ենք Վրաստանի դեպքում, երբ որ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ կապված process-ները բերեցին նրան, որ ռեալ բանակցություններ էլ չեն գնում այդ կոնֆլիկտների հետ կապված, ինչ որ վերադասավորման կարող է դա բերել, բայց այնուամենայնիվ ես պնդում եմ, որ ճիշտ կլինի բանակցությունների միջոցով լուծել։ Նաև այդ թվում Միացյալ Նահանգներ Ռուսաստան, Եվրոպա Ռուսաստան։ Հասկանում եք, այդ մակարդակներից շատ բան է կախված։ Այո, մեր ժողովուրդները պայքարում են իրենց ազատությունների համար, բայց մեր երկրները այդ կամ ազդեցիկ չեն, որ բոլոր հարցերը լուծեն։ Ուրեմն մեծերից մեծ ազդեցիկ երկրներից շատ բան է կախված։ Ու ես հույսով եմ, որ այդ բանակցությունների շնորհիվ է, որ խաղի կանոնները այնուամենայնիվ կայուն լինեն ու ամենակարևորը, եթե մենք սկզբից խոսեցինք Եվրոմիության քաղաքականության մասին, եթե Եվրոմիությունը ակտիվ է աշխատում, պետք չի հետ կանգնել։ Պետք չի, գիտեք, ճանապարհի կեսին ասել մենք չենք սպասում Ռուսաստանի կոշտ արձագանքին, հիմա հետ են կանգնում։ Այդ ինչ որ Հայաստանը անում էր Եվրոպայի հետ, չէր ուղղված Ռուսաստանի դեմ։ Դա շատ կարևոր ինֆորմացիա է։ Ես ժողովրդին ուզում եմ ասել, որ ասոցիատիվ պայմանագիրը, որը մենք պետք է ստորագրեինք Եվրոպայի հետ, չէր պարունակում անվտանգության խնդիրներ։ Անվտանգության խնդիրները մենք Ռուսաստանի հետ ենք լուծում։ Ես էլ դրա համար ասում եմ, որ այս իրավիճակը միգուցե պատճառ էր նաև Եվրամիության, որտեղ իրաց քաղաքականության հենց կամ հենց դրվեց, Ռուսաստանը այդ վտանգը զգաց, այսինքն ինչպես կամ։ Ես դա կիսում եմ։ Եվրոպան ավելի միասնական պետք է հանդես գա ու ավելի ճշգրիտ իր քաղաքականության մասին ասի։ Այո, այդ կարծիքը գիտեք հիմա էլ հնչում է նաև Եվրոպայում, որ եկեք Ռուսաստանի շահը հաշվի առնենք։ Չեմ ասում դա նշանակում որ Ուկրաինան Հայաստանը անկախ չլինեն, բայց այնուամենայնիվ իրանց հետ նաև բանակցենք։ Ես դրա դեմ չեմ, բայց ուզում եմ ասել, որ ասոցիատիվ պայմանագրում Հայաստանի հետ ոչ մի վտանգ Ռուսաստանի հետ չկար։ Ու ես կարծում եմ մեր իշխանությունները դա պետք է բացատրեին Ռուսաստանի ղեկավարներին։ Բացում ես պայմանագիրը, ցույց ես տալիս կետերով, դա չէր հակասում Ռուսաստանի շահերին։ Ինչ է հիմա որ Հայաստանը չստորագրեց գնում է մաքսային միություն, որտեղ որ ոչ մի
մենք շահ չունենք ու բոլորը գիտեն այդ բացասական հետևանքների ինչը դրանից ինչ Ռուսաստանը կշահի, ավելի լավ է Ռուսաստանը ունենար ակտիվ պարտնյոր, որը ակտիվ է աշխատում Եվրոպայի հետ, քանց ունենա ինչ որ երկիր, որը պարզ չի ինչ տնտեսություն ունի ու ինչ ապագա ունի։ Ուրեմն դա էլ մեր մեղքն է։ Մենք էլ պետք է մեր գործընկերներին մանրամասն բացատրենք։ Շնորհակալ եմ։ Այսքանը սա երկրի հաստ ծրագիրներ, ես այսօր զրուցում էի գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ։ Լավ մնացեք։